Հայաստանում հաշվառված 2.5 տասնյակ իսլամական հուշարձանները իրենց յուրահատուկ տեղն ունեն մեր պատմության ու մշակույթի զարգացման դարավոր էջերում։ Հարգանքը մշակութային բազմազանության հանդեպ նաև համաշխարհային ժառանգության պահպանության կարևոր մոտեցումներից է։ Ներկայացնում ենք Հայաստանի իսլամական հուշարձաններից մեկը, որը շուրջ 6 դարյա պատմություն ունի։ Բաց երկնքի տակ Կարակոյուն լուների դամբարանն է։ Հայաստանի Արարատի մարզում մարզկենտրոն Արտաշատից մոտավորապես 27 կիլոմետր հեռավորության վրա Երևան Վաղարշապատ մայրուղու հարևանությամբ է գտնվում Արգավանդ գյուղը, որտեղ էլ կանգուն է Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված իսլամական հուշարձաններից մեկը, 15-րդ դարում կառուցված թուրքմեն Ամիրա Փիր Հուսեյնի հոր Ամիր Սաադի դամբարանը, որը հայտնի է Կարակոյուն լուների դամբարան անվամբ։ Մահմեդական շատ տարածված երկհարկանի տիպի դամբարանների թվին է պատկանում, բուն թաղման խուցստոր գետնյա մասում է գտնվում եւ ըստ տեղացիների վկայությամբ այստեղ միայն այս դամբարանը չի եղել, այլ շուրջը եղել է նաեւ գերեզմանոց, նաեւ փոքրիկ դամբարաններ, բայց ինչքան գիտեք խորհրդային տարիներին նմանատիպ հուշարձաններին առանձնապես ուշադրություն չէր դարձնում, դրա համար այս տարածքը մաքրվել է, բայց բուն դամբարանը ներսում գտնվում է, բուն դամբարանի թաղման խուցը հատակագծում խաչաձև է, թաղակապ, հիմնական մասը 12 նիստանի է, արտաքինից ներսից կլոր, որը ավարտում է գմբեթով, որը ամենայն հավանականությամբ եղել է ջնարակված աղյուսներով կառուցված։ Դամբարանի նկատմամբ հատկապես հետաքրքրություն առաջացավ արդեն անկախության տարիներից եւ առաջի մաքսման վերականգնման աշխատանքները կատարվել են 90-ական թվականների վերջին, մասնակի ամրակայման, նաև այս տարածքի բարեկարգման աշխատանքները, ինչպես տեսնում եք։ Որից հետո խնդիր առաջացավ միգուցե հնարավորության դեպքում ամբողջացնել այս հուշարձանը եւ նախաձեռնությունը թուրքմենական կողմին էր, որովհետեւ Թուրքմենիան միշտ ուշադրություն է դարձնում իր այդ թուրքմենական ցեղերի ճարտարապետությանը եւ դրանից ելնելով նրանք 2013 թվականին այստեղ ուսումնասիրական աշխատանքներ արեցին, չափագրեցին եւ իրանց կողմից ներկայացվեց դամբարանի վերականգնման նախագիծը, դա Թուրքմենիայի մշակույթի նախարարության կողմից էր, իրանց մասնագետների կողմից, որից հետո որոշվեց, որ այս ուրեմն հուշարձանի վերականգնման եւ նախագծային եւ շինարարական աշխատանքները կատարվելու են մեր կողմից, Հայաստանի Հանրապետության կողմից, դրա համար նախարարության պատվերով 2015 թվականին կազմվեց հուշարձանի ամրակայման վերականգնման նախագիծը եւ կար երկու տարբերակ, մի տարբերակով փորձում էինք ամբողջացնել հուշարձանը, բայց քանի որ գմբեթային մասում որոշ խնդիրներ կար, ապա ուրեմն որոշվեց վերջապես այն մասերը, որ հստակ կարող ենք ամրակայել վերականգնել, դրանք վերականգնենք, լրացուցիչ շինարարության ընթացքում կարող են նաև հետազոտական աշխատանքներ կատարվել եւ ուղղակի վերևը փակել, որպեսզի անձրևաջրը ձյունը չներծծվի, նաև սրսկման աշխատանքներ ամրակայման, որտեղ հետազոտությունները ցույց տվեցին դերսից գերավոր ժամանակին այստեղ խրտներ հայեղել, որի հետևանքով կրաշաղախը իր հատկությունները կորցրել է, դրանից ելնելով հարկավոր է նորից սրսկել, ամրացնել, նաև դրանից 2 տարի հետո նախագիծ արվեց նաև տարածքի բարեկարգման ջրահեռացման խնդիրներով։ Եթե ուշադիր նայեք, վերևում գնում է այսպես երկու գույնանի մուգ եւ բաց երկնագույն կապույտ աղյուսներով քիվ, որը արված է թրծված կավով, ինչպես աղյուսները, որտեղ այս աղյուսները նույնպես ուրեմն գմբեթի եւ քիվի աղյուսներից են պատկանում, շատ հետաքրքիր հիմքով, որը հստակ ամրացվել է շաղախի մեջ, նաև կա ենթադրություն, որ գմբեթն է նմանատիպ ջնարակված այս աղյուսներով պատված եղել։ Այնտեղ նաև ուրիշ խնդիրներ էլ կար գմբեթի հետ կապված, բազմանիստ է եղել, բայց բզգաձև է եղել, թե մի քիչ կոնաձև եւ այլն նման հարցեր կար, դրա համար որոշվեց ուղղակի ամրակայել գմբեթը, ապահովել ջրահեռացումը, ծածկել եւ առայժմ այդպես վերականգնել։
թուրքմենական դամբարանը Հայաստանի Հանրապետության տարածքում մուսուլմանական կարևոր հուշարձաններից է։ Այն արժեքավոր են Հայաստանի Հանրապետության տարածքում արժեքավոր մուսուլմանական հուշարձաններ այդքանները շատ չեն։ Դրանց թվում կարելի է հիշատակել Թալինի համայնքի Դաշտադեմ գյուղի կիսակլոր միջնաբերդի իրանական դինաստիայի Շադադյանների Ադուդադին Մահմուդ Շավուրի 1174 թվականի արձանագրությամբ միջնաբերդը Գեղարքունիքի մարզի Նորադուս համայնքի մոտակայքում գտնվող մոնղոլական ժամանակաշրջանում ապրած Ամիրա Սաադադինի բն Սեյֆադինի 1305 թվականի մեծ չափերի տապանակարը Սիսյանից ոչ հեռու գտնվող Որոտան գյուղի մուսուլմանական գերեզմանատան տապանակարերը, որոնք վագրում են 15-ից մինչև 17-րդ դարեր։ Թուրքմենական դամբարանը պարունակում է ընդարձակ արաբերեն արձանագրություն։ Նրա սկիզբն ու ավարտը հատվում են դամբարանի մուտքի վերևի հատվածում։ Արձանագրությունը կարող ենք բաժանել երկու մասի։ Առաջին մասը դա Ղուրանի Ալ-Բակարա սուրահի կամ բաժնի, այսպես կոչված գահական տողերն են։ Երկրորդ մասը արդեն բուն դամբարանին վերաբերվող տեղեկատվություն է ու հաղորդվում է, որ այս դամբարանը Կուբա կամ լոկալիզմների մոտ նաև կարելի է Տուրբե անվանել, կառուցվել է Փիր Հուսեյն թուրքմենական Ամիրայի հրամանով 1413 թվականին մուսուլմանական հիջրայի տոմարով Ռաջաբ ամսի 816 թվականին։ Արձանագրությունը իրենց ներկայացնում է հարթականդակ մոտ կես մետր լայնություն ունեցող ֆրիզի վրա, որը ընդարձակվում է ամբողջ դամբարանի երկայնքով։ Գրատեսակը նազխ է արաբերեն, խոշոր չափերի եւ տառերը միահյուսվում են իրար։ Արձանագրության մեջ ասված է. հրամայեց կառուցել այս սրբազան գմբեթավոր դամբարանը, մեծագույն եւ վեհագույն ազնվությամբ եւ բարի բնությամբ օժտված, արքաների եւ թագավորների նեցուկ, խեղճերի եւ թշվառների ապավեն, գիտունների եւ ուսում որոնողների խնամակալ, աղքատներին եւ կարոտյալներին օգնող, պետության եւ կրոնի փառք, Փիր Ամիր Հուսեյնը, թող երկարի նրա արդար իշխանությունը, որդի հանգուցյալ եւ ողորմած հոգի Ամիր, դեպի ամենավողորմածի գիրկն ուղևորված Ամիր Սաադի, թող մաքուր մնա նրա հողը, մեծ արքա ազնվազարմ Խաքան, արևելքի եւ արևմուտքի արքայից արքա, պետության եւ կրոնի զորավիկ Փիր Բուդա խանի եւ Յուսուֆ Նոյանի իշխանության օրոք, թող Աստված հավիտյան դարձնի նրանց իշխանությունը 816 թվականի Խաղաղ Ռաջաբ ամսի 10-ն եւ 5-ին, այն է 1413 թվականի հոկտեմբերի 11-ին, նշում է Հակոբ Փափազյանը, նաեւ տեղեկացնում, որ Արգավանդ գյուղի բնակիչների հետ ունեցած զրույցի ժամանակ պարզվել է, որ հիշյալ դամբարանից բացի այդտեղ եղել են եւս երկու այլ անհամեմատ փոքր դամբարաններ, որոնք հետագայում ավերվել են, իսկ քարերն օգտագործվել են մոտակա շինարարության մեջ։ Գյուղի բնակիչները պնդում էին, որ ավերված դամբարանների վրա արձանագրություններ չկային եւ իրենց արտաքինով դրանք ավելի խղճուկ էին եւ անշուք։ Արձանագրությունը չի նշում, թե ովքեր են հանգուցյալները այս դամբարանի, սակայն հենվելով արձանագրության տվյալների վրա կարելի ասել, որ անկասկած դրանք Կարակոյունլու դինաստիայի Սաադլու ցեղախմբի ներկայացուցիչներ պետք է լինեն։ 15-րդ դարում Կարակոյունլու թուրքմենական ցեղախումբը հաստատել է հսկայածավալ կայսրություն, որը տարածվել է Իրանի, ժամանակակից Ադրբեջանի, ժամանակակից Թուրքիայի արևելյան մասում եւ նաեւ ընդգրկել է Արևելյան Հայաստանը եւ Արարատյան դաշտավայրը։ Հայկական աղբյուրները տեղեկություններ տալիս են արձանագրության մեջ նշված ամիրաների վերաբերյալ, օրինակ Սադ ամիրայի վերաբերյալ պահպանվել է Թովմաս Մեծոպեցու պատմություն Լանք Թիմորի եւ հաջորդած յուրաց աշխատության մեջ, ու նա խոսում է, որ Սուրմալուի կողմ գյուղի հայ բնակիչները Մարտիրոս տանուտերի գլխավորությամբ համառ դիմադրություն են ցույց տվել Լանք Թիմորի զորքերին, թուրքմեն ամիրան Մարտիրոսին հրելով գցել է Արաքսը եւ վերջինս խեղդվել է։ Ինչ վերաբերում է Փիր Հուսեյնին, ապա Բաղարանում արտագրված մի Աստվածաշունչի հիշատակարան հիշատակում է Փիր Հուսեյնին այսպիսի տողերով Փիր Հուսեյնի պարոնության եւ ուրեմն Յուսուֆի բռնակալության ժամանակ, երբ քրիստոնյաները ճնշված էին հարկերով եւ հալածվում էին օտարազգիների կողմից։ Նշեմ, որ 1990-ականների վերջին հուշարձանը պեղվել է Միացյալ Հայ թուրքմենական արշավախմբի կողմից, գտնվել են խոյատապաններ, խեցեղենի բեկորներ, նաև մարդկային եւ կենդանիների ոսկորներ։ Ըստ թուրքմենական արշավախմբի ղեկավարի հաշվետվության, մեծ հայրենական պատերազմի ժամանակ այստեղ գտնվել է գերի գերմանացիների ճամբար, այդ պատճառով գտնվել են բազմաթիվ մարդկային ոսկորներ։
Հայագետ, արևելագետ Հակոբ Փափազյանն իր օտար տիրապետությունը Արարատյան երկրում աշխատության մեջ մանրամասնորեն անդրադառնում է այն ժամանակաշրջանին, երբ կառուցվել է նաև դամբարանը, ու գրում է, որ ամենայն հավանականությամբ այս դամբարանում պետք է թաղված լինի Փիր Հուսեյնի հայրը, Ամիր Սաադը, թեև կարող էր պատահել, որ Փիր Հուսեյնը դամբարանը կառուցած լիներ իր համար։ Մուսուլման ամիրների մոտ ընդունված էր կենդանության օրոք իրենց համար դամբարան կառուցելը։ Համենայն դեպս, եթե դամբարանը կառուցվել է Ամիր Սաադի գերեզմանի վրա, ապա դա եղել է նրա մահվանից առնվազն 2-3 տարի հետո, որովհետև 1411 թվականի մի հիշատակարանում արդեն որպես Արարատյան երկրի պարոն հիշված է Փիր Հուսեյնի անունը, գրում է Փափազյանը։ Դամբարանը երկու հատկամի է, նկողային հատկում, այսպես ասած, գտնվում է բուն թաղման խուցը, որը ունեցել է առանձին մուտք։ Ցավոք սրտի, այսօր այն հատվածը ուղղակի աղաբաղված է եւ ճանապարհ է անցնում, դրա համար այդ մուտքը այսօր փակված է եւ 90-ական թվականների վերջին, երբ որ կատարվեցին մասնակի վերանորոգման բարեկարգման աշխատանքներ, նաեւ այս հատվածը բացվեց, որտեղ իրականում այստեղից անմիջապես մուտք չի եղել։ Մուտքը կողքից է եղել, ուղղակի ներս է մտել, ինչպես Երևանի մոնղոլական դամբարանը, որ առանձին մուտք ունի, որը ստորգետնյա իջնում է։ Սա ուղղակի արվել է եւ այս ժամանակավոր աստիճաններ դրվել են, որպեսզի հնարավորություն ունենան հետաքրքրողները իջնեն ներքև եւ տեսնեն։ Արտաքինից 12 նիստանի, ներսից կլոր, որ ավարտում է գմբեթով, բաց դրամատավոր քիվի վրա, եւ սովորաբար այս երկրորդ հարկը նաեւ ծառայել են որպես աղոթատեղիներ, ինչը վկայում է մեհրաբը, որը սովորաբար աշխարհի բոլոր տեղերում նայում է դեպի Մեքքա, մեր տարածաշրջանում դա գտնվում է դեպի հարավ եւ այստեղի մեհրաբները դեպի հարավ են նայում։ Լավ է պահպանված հիմնականում հուշարձանը, որոշակի վերականգնման խնդիրներ ունեն, հիմնականում այս քայքայված քարերը պետք է փոխվել, վերականգնել, գրաշաղախ սրսկել, ամրացնել, այս ճաքերը կարանա խցել, հիմնականում նմանատիպ աշխատանքներ է։ Նշենք նաև, որ միանշանակ կառույցը կառուցվել է հայ վարպետների կողմից, որովհետև պատերի քարերի վրա պահպանվել են հայ վարպետի նշանները։ Վարպետի նշանները շատ բնորոշ է մեզ ճարտարապետության համար, հատկապես վաղ միջնադարում բավականին շատ տարածված է եղել, բայց օգտագործվել է նաև զարգացած միջնադարում եւ տվյալ դեպքում այս շարժանի քարերի վրա պահպանվել են վարպետի նշաններ, որը հստակ նշում է, որ տեղացի հայ ճարտարապետների, վարպետների կողմից է կառուցված այս հուշարձանը։ Պարոն Սանամյան, սալահատակը հենց այսպիսին էր, թե աշխատանքներ։ Սալահատակը որոշակի, եթե նայեք, որոշակի լրացումներ են արվել, բայց տեսնում եք այդ 5 քարերը իր հիմնականում պահպանված են, որոշակի լրացումներ եւ ինչպես ասեցի, այս մուտքն են բացել, քանի որ իր մուտքը դրսի կողմից այսօր փակ է եւ 1998 թվականին, երբ որ Թամատեղ արշավախումբը մեղումներ է կատարել, որպեսզի կարողանային իջնել, նաև որպեսզի հետաքրքրողները կարողանան իջնել։ Ներսը խաչաձև է եւ կողքի ուրեմն խաչաթևերը ծածկված են թաղերով, իսկ կենտրոնական մասը այդպես հատվող գմբեթատիպի մասով ծածկված է եղել։ Տասնինգերորդ դարի հուշարձանը թուրքմենական հուշարձանը, դասվում է պատմամշակութային կոթողների շարքում, իմ իմանալով Հայաստանում միակ թուրքմենական հուշարձանն է։ Ներսում թուրքմենական դամբարանն է, շատ շուտվանից 1413 թվականից
Բարև ձեզ, my name is Sanu. Անունս Սանու է, ես Հարավային Կորեայից եմ։ Համացանցում փնտրում էի հայաստանյան հետաքրքիր վայրեր եւ տեսա, որ այստեղ կա թուրքմենական հուշարձան, ինչը շատ հետաքրքիր փաստ է, քանի որ Թուրքմենստանը շատ հեռու է Հայաստանից։ Որոշեցի գալ այստեղ եւ այն իրոք զարմացնող է։ Մեր երկրի պատմության դարակազմի կեջերում մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը պահպանվել է անգամ ամենաբարդ իրավիճակներում։ Հարգել ու պահպանել մշակութային արժեքները, այդ թվում ճարտարապետական, արվեստի եւ պատմության հուշարձանները, անկախ դրանց ծագումից ու սեփականատիրոջից։ Սրանք միջազգայինորեն ընդունված պարզագույն կանոններ են, որոնք ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր երկրի համար անժխտելի պետք է լինեն։ Բաց երկնքի տակ Արգավանդի կարակոյուն լուների դամբարաններ։